Ինչքան ընդդիմադիր համայնքապետ կա կալանավորված է։ Ձեր կարծիքով իշխանություններին այս ճանապարհով կհաջողվի պահել իրենց իշխանությունը, դեռ մի բան էլ 2026-ից ստանա ժողովուրդը։ Հա, եթե տենց առնապի է։ Այդ ճանապարհով Իհարկե, հա, գործն շարունակի, հա, կարա։ ինչու։ Դե ինչու ոնա, պարզ պատասխան է, էլի, այսինքն ով խոսում է, ով կարա խանգարի տան ձերբակալում են։ Ոչ, ինձ թվում է, որ այս իշխանությունները չեն հասնի մինչև հերթական ընտրություններ եւ ավելի արագ տեղի կունենա։ Ոչ, եթե մի բան ունի սկիզբ, որը որ շատ վատ դրվեց, ունի նաև շատ հաջող ավարտ, որ մեր հայազգը կկաղնի որդի։ Դեռ մի բան էլ 2026-ից ստանա նորից ժողովրդի Չի ստանա, ինչ թվում է չի ստանա, հիասթափությունը մեծ է, եթե մտեք սենսին նման մարդկանց մեջ հարցումներ անեք, կտեսնեք, որ հիասթափություն շատ մեծ է։ Լիբը ես ոչ մի ընտրության չեմ մասնակցել, հատուկ ես մեկին մասնակցելու եմ, հակառակ իրան, մի հատ գյուղի շոբանի կընտրեմ, որ բոլորին տանին տեղ, բայց իրան չեմ ընտրել, շոբանը ավելի լավ բան կան, էլի, որ իրա դաշտի համար գոնե չթողի թուրքը գաստեղ, բայց ինքը երևի բան չունի, որ սաղ տալիս է։ Հնարավոր է այն դեպքում բարեկները, զինվորները կամ կառավարական անդամները ձգտեն, որ Փաշինյանին առաջ տանեն, բայց եսի հնարավոր է, որ եթե մի լավ մարդ դուրս կա, կարող է կապալեն Փաշինյանին։ Գիտեք, իշխանության ձեռքում պահելու համար իշխանությունը ինձ թվում է իմ սեփական կարծիքն է դա, կօգտագործի այն բոլոր հնարավորությունները, միջոցները, որ իր տնօրինության տակ կա։ Այդ թվում նաև, ասենք, ուժի միջոցը։ Չէի ցանկանա, որ մեր երկրում այնպիսի միջոցներ իրագործվի, ինչպիսին դա տեղ ունեցավ մարտի 1-ին, 8 թվականի մարտի 1-ին, եւ իշխանության փոփոխություն կլինի, վերընտրություն լինի, ասեն խաղաղ կազմակերպված ձևով, եւ որ մարդիկ ոչ թե ստիպված լինեն կամ զորով գնան, այլ սիրով գնան։ Քանի որ շատ ժողովրդի մեջ շատ դժգոհություն կա, կարող է եւ շահավարտի իրականում։ Իմ կողմից ոչ։ Ինչու։ Որովհետեւ հիմա նույն պատմությունը, չգիտեմ, իմ պատմությունը շատ ցավալի, տղաս պատերազմի մասնակցել է։ Հիմա ես այդ ընթացքում իմ տղու հետ կոնֆլիկտի մեջ եմ, որ ես ընտրել եմ Փաշինյանին։ Եթե ժողովուրդը չհամախմբվի, ինչ ուզենք անեն։ Չէ, ժողովրդի քվեն ստանալը գիտեք ոնց է։ Այսօր թուքնել է իրանց ձեռը, գրիշնել է իրանց ձեռը, դեմոկրատիա չկա։ Ի խոսքով, ինչ ուզեն, հետ էլ անում են, էլի։ Տենց կարելի ասել։ Բայց ամեն էլ պետք է հասկանա, որ նման ձևով հարցի դուրս էլի։ Իմ կողմից չէ, որովհետև ես այդ ցավը տենալով ես իմ կողմից չի տենալու ինքը քվել։ Կարծում եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն կալանավորված են դիմադիրները, այլ օրինակ Փարաքարի դեպքը մարդիկ մեռնում են, ինչա դիմադիր են, էլի։ Ես այդ եմ տեսնում, ինձ 100 բան կարա պատմեմ, բայց իմ հայացքներով մեր համայնքապետը իշխանամետ չի, բայց հոյակապ համայնքապետ է Դավիթ Հարությունյանը։ Չեմ կարծում։